2025 թվականի դեկտեմբերի սկիզբը կնշանավորվի հատուկ տիեզերական տրամադրությամբ, որը ստեղծում է առաջընթացի համար եզակի պայմաններ։ Այս ժամանակահատվածի աստղաէներգետիկան խրախուսում է նախաձեռնողականությունը, համարձակ որոշումները և նոր հորիզոնների բացահայտումը։ Կենդանակերպի որոշ նշանների համար սա կլինի այն ժամանակը, երբ երկար սպասված փոփոխությունները կսկսեն ձևավորվել և մտադրությունները կստանան հզոր աջակցություն տիեզերքից։ Աղեղնավոր առաջնորդության էներգիա և ընդլայնված ազդեցություն։ Աղեղնավորների համար այս ժամանակահատվածը կլինի գագաթնակետային ակտիվության և տեսանելիության պահ։ Դուք կզգաք ուժի և վստահության ալիք, որն անհրաժեշտ է ձեր գաղափարները առաջ մղելու համար։ Ձեր բնական առաջխաղացման ձգտումը կամրապնդվի բարենպաստ հանգամանքներով, որոնք թույլ կտան ձեզ ինքնահաստատվել նոր կարողություններով։ Այս ժամանակահատվածի էներգիան նպաստում է կրթության, հեռավոր ճանապարհորդությունների կամ միջազգային նախագծերի հետ կապված ցանկացած ձեռնարկման։ Ձեր տեսակետներն ու կարծիքները կլսվեն, և ձեր հեղինակությունը կամրապնդվի։ Սա կատարյալ ժամանակ է դուրս գալու ստանդարտներից և քայլ կատարելու դեպի ավելի մեծ նպատակ։ Ջրհոս թիմային աշխատանքի և համարձակ գաղափարների առաջընթաց։ Ջրհոսը կարող է զգալի խթան ակնկալել սոցիալական կապերի և խմբային նախագծերի մեջ։ Դուք կզգաք, որ ձեր նորարարական գաղափարները արձագանք են գտնում և աջակցվում են համահող մարդկանց կողմից։ Այս ժամանակահատվածը բացառիկ բարենպաստ է կապերի, սոցիալական գործունեության և ապագայի համար նախատեսված ծրագրերի իրականացման համար։ Դուք կլինեք ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, և ապագան տեսնելու ձեր ունակությունը կգնահատվի։ Օգնությունը կարող է գալ այն մարդկանցից, որոնց հետ վերջերս եք հանդիպել։ Սա ժամանակ է ձեր ամենահամարձակ ծրագրերի համար ամուր հիմք կառուցելու համար։ Երկվորյակներ հաղորդակցության հաղթանակ և մտավոր հաջողություն։ Երկվորյակները մտնում են փայլուն հաղորդակցության փուլ։ Ձեր ունակությունը, արագ մշակելու տեղեկատվությունը, գտնելու նորարարական լուծումներ և համոզիչ արտահայտելու ձեր ունակությունը գագաթնակետին է։ Սա խոստանում է հաջողություն բանակցություններում, պայմանագրերում, ելույթներում և տեքստի կամ տվյալների հետ կապված ցանկացած աշխատանքում։ Դուք հեշտությամբ կփոխանցեք ձեր տեսակետը և կգրավեք ուրիշներին։ Այս ժամանակահատվածում ստացված կարևոր նորություններն ու առաջարկները բոլոր հնարավորություններն ունեն դառնալու մեծ հաջողության սկիզբ։ Օգտակար տեղեկատվության հոսքը հեշտությամբ կհոսի ձեզ մոտ։ Առյուծ ստեղծագործական իրականացում և արժանի ճանաչում։ Առյուծները կանցնեն մի շրջան, երբ իրենց ստեղծագործական ներուժը լիովին կիրականացվի։ Ներքին վերերքն ու ոգեշնչումը թույլ կտան ձեզ ստեղծել նախագծեր, որոնք կբերեն ոչ միայն բարոյական բավարարվածություն, այլև ճանաչում։ Դուք կլինեք ուշադրության կենտրոնում, և ձեր տաղանդները հնարավորություն կունենան փայլելու։ Սա ժամանակ է ձեզ և ձեր աշխատանքի համարձակ ներկայացումների համար։ Մի վախեցեք առանձնանալ, սա կլինի ձեր հաջողության գրավականը։ Այս ժամանակահատվածի էներգիան նաև նպաստում է անկեղծությամբ և հետաքրքիրությամբ լի ռոմանտիկ հանդիպումներին։ Խոյ նոր նախագծերի մեկնարկ և դինամիկ առաջխաղացում։ Խոյերը կստանան հզոր խթան դուրս գալու սպասման վիճակից։ Կհայնվի պարզություն այն մասին, թե որտեղից սկսել։ Դուք կզգաք էներգիայի ալիք, որը թույլ կտա ձեզ հեշտությամբ հաղթահարել իներցիան և կոգեշնչի ուրիշներին միասին մեծ բաների հասնելու։ Այս ընթացքում ձեռնարկված նախաձեռնությունները հաջող զարգացման մեծ հնարավորություն ունեն։ Ձեր անմիջականությունն ու քաջությունը կընկալվեն որպես ուժեղ կողմեր, այլ ոչ թե թույլ կողմեր։ Սա գործողության, այլ ոչ թե խորհրդակցության ժամանակահատված է, երբ առաջին քայլը շարժման մեջ է դնում բարենպաստ իրադարձությունների մի ամբողջ շղթա։ Ինչպես օգտագործել այս ժամանակահատվածի էներգիան։ Նույնիսկ եթե ձեր նշանը այս ցուցակում չէ, ընդհանուր ֆոնը կխրախուսի անձնական նախաձեռնություն։ Դեկտեմբերի կեսերի էներգիան խրախուսում է ակտիվ մասնակցություն ձեր սեփական կյանքում։ Վերևից առաջնորդում սպասելու փոխարեն, դուք կարող եք այն ստեղծել ինքներդ, գիտակցակի քայլ կատարելով դեպի ձեր նպատակներ։ Թույլ տվեք ինքներդ ձեզ ավելի համարձակ լինել ձեր ցանկություններում և ավելի վճռական ձեր գործողություններում։ Երբեմն նոր ալիք սկսելու համար պարզապես պետք է դադարեց հետ նայելուց հետ և ամբողջությամբ կենտրոնանալ այն բանի վրա, ինչը ձեզ առաջ է կանչում։ Վստահեք ձեր սեփական ազդակը։ Այն կարող է լինել հենց այն ուղեցույցը, որին դուք սպասում էիք։ Դեկտեմբեր 2025
Կենդանակերպի նշաններ, որոնց դուռը կբացվի դեպի նոր կյանք։ 2025 թվականի դեկտեմբերը պատահական բախտի ժամանակաշրջան չէ, այլ կյանքի արժեքների նպատակասլաց վերագնահատման ժամանակ։ Բարձրագույն ուժերը աստղերի միջոցով հնարավորություն կտան անցյալը թողնել։ Սա հատկապես կազդի 5 կենդանակերպի նշանների վրա, որոնց էներգիան ռեզոնանսվում է այս ժամանակի տիեզերական թրթռումների հետ։ Նրանց համար կբացվի մի դուռ, որը տանում է դեպի բոլորովին նոր իրականություն։ Խոյ. նոր սկիզբ կարիերայում և սոցիալական կարգավիճակում։ Խոյերի համար 2025 թվականի դեկտեմբերը շրջադարձային կլինի իրենց մասնագիտական կյանքում։ Բարձրագույն ուժերը նրանց հնարավորություն կտան ամբողջությամբ վերագործարկել իրենց կարիերայի ուղին։ Սա կարտահայտվի անսպասելի աշխատանքային առաջարկներով, ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումներով կամ սեփական բիզնեսի վերաբերյալ հանկարծակի պատկերացումներով։ Հին նախագծերը, որոնք վաղուց սպառել են իրենց ներուժը, կդառնան անցյալի մաս։ Նրանք կփոխարինվեն նոր, ավելի հավակնոտ նպատակներով։ Խոյերը պետք է ցուցաբերեն նախաձեռնողականություն և քաջություն իրենց հնարավորությունից օգտվելու համար։ Սա երկարատև հաջողության և ճանաչման հիմքը դնելու ժամանակն է։ Անցյալի մասնագիտական անհաջողությունները կմեռնեն անհայտության մեջ, հարթելով իրենց իրական կոչման ճանապարհը։ Ցուլ. անձնական կյանքի և ֆինանսների փոխակերպում։ Բարձրագույն ուժերը ցուլին նախապատրաստում են անձնական հարաբերությունների և ֆինանսական բարեկեցության խորը փոփոխությունների։ 2025 թվականի դեկտեմբերը պարզություն կբերի այն հասկացողությանը, թե որ կապերն են իրական և որոնք սպառել իրենց օգտակարությունը։ Սա հին, թունավոր հարաբերությունների վերջ տալու և նոր, առողջ և ավելի ներդաշնակ հարաբերություններ սկսելու ժամանակաշրջան է։ Դրական շրջադարձ է սպասվում նաև նյութական ոլորտում։ Հնարավոր են անսպասելի դրամական ներհոսքեր, շահավետ ներդրումային հնարավորություններ կամ երկարատև ֆինանսական խնդիրների լուծում։ Ցուլին հնարավորություն կտրվի վերանայել ռեսուրսների նկատմամբ իր մոտեցումը և կառուցել ավելի ուժեղ, ավելի կայուն ֆինանսական համակարգ։ Սա հնարավորություն է սկսելու կյանքը մաքուր թերթիկից, որտեղ անվտանգությունը կկառուցվի նոր, ավելի հուսալի հիմքերի վրա։ Երկվորյակներ. աշխարհայացքի վերականգնում և ճանապարհորդություն։ Երկվորյակների համար 2025 թվականի դեկտեմբերը կապված է հորիզոնների ընդլայնման հետ, թե բառացի, թե փոխաբերական իմաստով։ Բարձրագույն ուժերը նրանց հնարավորություն կտան վերանայել կյանքի նկատմամբ իրենց հայացքները, ազատվել սահմանափակող համոզմունքներից և ձեռք բերել կարևոր գիտելիքներ։ Սա կարող է տեղի ունենալ մեկ այլ քաղաք կամ երկիր ուղևորության միջոցով կամ այն մարդու հետ հանդիպելով, ով կփոխի նրանց աշխարհի ընկալումը։ Սա խորը մտավոր և հոգևոր վերածննդի ժամանակ է։ Հին մտածողության ձևերը կդադարեն գործել, տեղը զիջելով նոր, ավելի առաջադեմ գաղափարներին։ Երկվորյակները կզգան իրավիճակի փոփոխության և թարմ փորձառությունների անհապաղ կարիք։ Նման փորձառությունը թույլ կտա նրանց բառացիորեն սկսել կյանքը նորովի, նորացված աշխարհայացքով և սեփական նպատակների ավելի խորը ըմբռնմամբ։ Խեցգետին. զգացմունքային բուժում և նոր սկիզբներ տանը։ Բարձրագույն ուժերը խեցգետիններին հնարավորություն կտան նորովի սկսել իրենց համար ամենակարևոր ոլորտում, իրենց հուզական աշխարհում և տանը։ 2025 թվականի դեկտեմբերը կլինի հին հուզական վերքերի և դժգոհությունների բուժման ժամանակ, որոնք վաղուց խանգարել են ձեզ առաջ շարժվել։ Դուք հնարավորություն կունենաք ներել նրանց, ովքեր ցավ են պատճառել ձեզ և թողնել անցյալը։ Ներքին մաքրման այս գործընթացը անմիջականորեն կազդի ձեր արտաքին տարածքի վրա։ Խեցգետինները կարող են զգալ տեղափոխվելու, վերանորոգելու կամ արմատապես փոխելու իրենց տնային միջավայրը։ Տանը կվերակենդանանա բոլորովին նոր մթնոլորտ, հարմարավետության, խաղաղության և անվտանգության մթնոլորտ։ Անձնական տարածքի այս վերագործարկումը կլինի ներքին փոփոխությունների շոշափելի հաստատում, կյանքի նոր փուլի սկզբի նշան։ Առյուծ. ստեղծագործական ներուժի և վստահության վերածնունդ։ 2025 թվականի դեկտեմբերին առյուծները կզգան ստեղծագործական էներգիայի հզոր ալիք և իրենց անհատականության վերագնահատում։
Բարձրագույն ուժերը նրանց հնարավորություն կտան վերագտնել մոռացված տաղանդները կամ գտնել ինքնարտահայտման բոլորովին նոր եղանակներ։ Սա այն ժամանակահատված է, երբ առյուծների ներքին կրակը կբռնվի նոր թափով։ Անցյալի անհաջողությունները եւ քննադատությունները, որոնք կարող էին խաթարել նրանց ինքնավստահությունը, կկորցնեն իրենց ուժը։ Կլինի հնարավորություն աշխարհին ներկայացնել թարմացված կերպար կամ մեծ ստեղծագործական նախագիծ։ Սա անձնական բրենդինգի եւ ներքին վստահության վերածնունդ է։ Առույցները կզգան, որ հին անհարմար դիմակը հանված է, վերջապես թույլ տալով նրանց լինել այն, ինչ միշտ ցանկացել են լինել։ Նրանց սպասվում են ճանաչում եւ ծափահարություններ, բայց նոր մակարդակով։